Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ, այսօր ապրիլի 22-ն է, տեղական ժամանակով ժամը 10-ը, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ինչպես գիտեք, երկու օրից ապրիլի 24-ն է, մի օր, որը որ, այսպես ասած, ցավ է պատճառում, երբ որ վեր ես հիշում վերած ապրում այդ օրը յուրաքանչյուր նորմալ հայի, ոչ թե միայն անձնագիր ունեցող։ Այս իշխանությունները իշխանության գալով առաջի իսկ օրվանից սկսեցին անել ամեն ինչ հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի փակեն հայոց ցեղասպանության թեման։ Ամենավերջի անհետեցությունները սկսեցին դուրս տալ, որ պետք է լրացուցիչ քննություն սկսենք։ Պարզելու էդի ոնց է եղել Օսմանը, Բայազեդը, Սեմիրը, Ջանգիրը, ոնց են սպանել Նուշիկին, Նունուֆարին, չգիտեմ, Հեղանուշին, Հայաստանին, Քնքուշին, ոնց է, կամ արդյոք սպանել են, վկաներ պիտի գտնենք, քննություն պիտի անենք, հիշում եք բոլորդ այդ խայտառակությունները։ Երբ որ դուք ըսկի Սուրմալուի պայթունը չկարացակ բացահայտեք, ասում եք, բանից ֆերվերկ էր, 15 զինվորի դերիկ վառիք հեքիաթը գրիկ, ասիք սենց հավարվե, այդ չեմ ասում 44 օրյա պատերազմ, դրել են ուզում են ինչ-որ եղած փաստը, նորից տնեն, վերանայեն, վերաբացեն։ Ցեղասպանության թանգարանի տնօրեն հանեցին, ինչ օգտագործեց Արցախ կամ ցեղասպանություն բառը եւ այլն։ Բայց հարգելի ժողովուրդ, ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ հայ են, այլ ոչ թե միայն անձնագրով։ Մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը եւ այս իշխանությանը պահող պարլամենտական ընդդիմությունը ունի մեկ նպատակ՝ Հայաստանը սարքել թուրք-ադրբեջանական վիլայետ։ Ընդամենը սա։ Մոռացեք ցեղասպանություն, մոռացեք Արարատ, մոռացեք Արցախ, մոռացեք Բերձոր, Գիրանց, սա մոռացեք։ Մոռացեք վաղամիսօր Սյունիք, մոռացեք 44 օրյա պատերազմ, Եղեբլուրը պիտի վերանա, նա պիտի վերանա եւ այլն։ Յուրաքանչյուր հայ, ով իրեն հայ է համարում, ով իրեն համարում է ընդդիմախոս այս իշխանությանը, պարտադիր չի, որ դուք ինձ սիրեք, ասու սիրում, դուք ինձ կարագուր սիրեք, ոչ հավանեք, բայց դուք ձեր արժանապատվությունը պարտավոր եք պահելու, թե ոչ, որպես հայ մարդ, այլ ոչ թե որպես կապուտ հայկական անձնագրով անասուն, որին ոնց ուզենան քշեն։ Ուստի յուրաքանչյուր անձ ուղղակի պարտավոր է ապրիլի 24-ին գալ Ծիծեռնակաբերդ։ Դուք կուսակցության համակիրները, աջակիցները, Վարդան Ղուկասյանի ընկերները, համակիրները, աջակիցները կարող են հավաքվել ժամը 11-ին Հավանա ռեստորանի մոտ եւ այնտեղից ոսկով մենք շարժվելու ենք հարգանքի տոկ մատուցելու հայոց ցեղասպանության զոհերին եւ նահատակներին։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ուղղակի աջակիցը չեն համակրում Վարդան Ղուկասյանին, որովհետեւ քֆուրա տալի, իրանք կուլտուրականներին են սիրում, որոնք որ կուլտուրական ձերքերը քանդեցին, վեր կացեք ձեր տներից եւ մի մարդու նման այցելեք Ծիծեռնակաբերդ։ Ես ուզում եմ, որ այս տարի հնարավորինս ավելի շատ մարդ գա Ծիծեռնակաբերդ։ Ինչքան էլ որ հմեկ հեռուստաընկերությունը 4 ժամով կրճատել է եթերը, ուղիղ եթերը եւ ցույց չի տալու լրիվ, ես ուզում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլա Զավրները շատ քիչ են, Ռոբա Սերժականները շատ քիչ են, որոնք որ միշտ քարոզել են, ինչպես նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ մարդկային այդ հիշվածքը, որ սատկում ուչի սատկում, դրան նմանները շատ քիչ են, որոնք որ քարոզում են, որ մենք մեր հարևաններից պիտի լավ լինենք։ Ես մի անգամ չլսա, որ Թուրքիայի նախագահան հլի ասում եք մեր հարևաններից պիտի լավ լինենք, որ Ադրբեջանը հլի ասում եք մեր հարևաններից պիտի լավ լինենք, թակարակը։ Այդ մարդիկ անընդհատ քարոզում են ագրեսիա, այդ մարդիկ անընդհատ հարձակվում են Հայաստանի վրա, այսինքն նման ելույթներով են հիշատակում մեզ։ Բայց մենք հենց ասում ենք պիտի լավ լինենք։ Այլ մարդիկ չեն ուզում այդ լավ լինեն։ Այդ մարդիկ ուզում են մեզ քարտեզելի չնչեն։ Այդ մարդկանց է ստարածնապետ, մաքսիմում մեզ կթողան Էժմիածինը, այն էլ հոգի հանգստի համար։ Այդ է այդ մարդկանց նպատակը, Թուրքիայի եւ Ադրբեջանը։ Մենք չենք կարող այդ մարդկանց հետ լավ լինել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ։ Հասկացեք։ Այդ մարդիկ վիզ են դրել մեզ քարտեզերից չնչեն։ Ուսի սիրելի հայ ժողովուրդ, ես խոսում եմ նորից եմ կրկնում հայերի մասին,
այլ ոչ թե պասպորտով հայերի, որոնք Արթուր Աբրահամը հայ չի, իմ համար նա այլևս հայ չի, որտեղ նախ յան չկա զգանունի մեջ, ինքնաճնջը չէ, եւ երկրորդ են մարդի չանում կնում փաթաթվում է մի մարդու, ով ասում է հայոց ցեղասպանություն չի եղել, եթե մեզ կոտորելին լավ են արել, հասկանում եք, նման մարդկանց հետ ես գործ չունեմ, ես խոսում եմ նորմալ մարդկանց մասին, դրա այդ մարդիկ ուղղակի իրենց հոգու պարտքը պիտի համարեն, այցելել ցեղասպանության հուշահամալիր, եթե չեք ուզում որ ցեղասպանությունը կրկնվի, իսկ պատմությունը կրկնվում է, մենք տենում ենք որ պատմությունը կրկնվում է, եւ ամեն անգամ երբ որ հայը փորձել է քարոզել հայ-թուրքական բարեկամություն, ավարտվել է շատ վատ։ 1453 թվականից սկսած այդ քարոզողները միշտ մեր գլխին բերել են փորձանք։ Միշտ։ Եկալեք պատմությունը նայեք։ Ես չեմ ասում մենք պիտի հարձակվենք թուրք ժողովրդի վրա կամ ադրբեջանցի ժողովրդի։ Ոչ, մենք մեր տեղը մնում ենք, բայց մենք թույլ չենք տա որ մեր վրա հարձակվեն։ Մենք կմտնենք պայքարի մեջ, մենք մեր պատմությունը չենք մոռանա, եւ հայոց ցեղասպանությունը, որ ճանաչել են աշխարհի բազում երկրներ, այսօր մենք ուզում ենք դրանից հրաժարվենք, ասենք չէ, այդպես բան չէ։ Սփյուռքը վտանգավոր է, Սփյուռքում էլ գտնվող յուրաքանչյուր հայ պիտի գնա այն հուշահամալիր, օրինակ Ամերիկայում միտեղ կա Մոտեբելոնա, միտեղ չգիտեմ որտեղ է, ժողովուրդը գնում են եւ պիտի գնան, որ թուրք ագենտուրան ֆիքսի նաև ադրբեջանական, որ հայոց ցեղասպանությունը փակված չի եւ չի կարող փակվել, քան իրենց ընդունած մեղքը վիշ չեն առել եւ չեն փոխհատուցել հայ ժողովրդին այդ բոլորին զրկանքները։ Եվ հայ ժողովուրդը դա Նիկոլ չի։ Նիկոլը դա վիժվասկ է, որին բերեց Սերժը։ Իշխանել եւ ինչպես ինքը հիմա մտել է մի հատ ծակը եւ որ իշխանությունը պահեց Քոչարյանը եւ հիմա որին որ անվտանգ վերարտադրվել է Խոստանում Տաշիրը հասկանում եք ասում մենք գանք լավ կլինի տնտեսություն կզարգանա եղբայր էդի մենք 35 տարի լսում ենք մենք չեք տեսնում որ տնտեսություն զարգանա այդ տնտեսությունը եթե դու պիտի զարգացնես ու պիտի զարգացնես թուրքերի հաշվին հանուն քո գրպանի մի արի դու գնա դու քո վեճմեշը կհավքի գնա Կիպրոս Ռուսաստանը չի կարա գնա որովհետև այնտեղ էլ կպռեն կտադեն հասկանում եք սիրելի ժողովուրդ վերցրեք ձեր երեխաներին վերցրեք մեր ապագա սերունդին, տարեք, բացատրեք, ցույց տվեք, ասեք սա ինչ է նշանակում, ինչի համար է ամբողջ այս ժողովուրդը ամեն տարի ապրիլի 24-ին գալիս այդ օրը։ Այդ օրը ծիծեռնակաբեր։ Եվ տեսեք լեկտիության աստիճանը, այս կառավարության հաջորդ օրը դրել է խորովածի փառատոն։ Նախ հաջորդ օրը իմ ծննդյան օրն է ապրիլի 25-ին։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է իմ ծնունդը նշի Երևանում։ Բայց ես չէի ցանկանա, որ իմ ծնունդը նշվել որպես խորովածի փառատոնով, բայց այդ մարդը լափանքի կարոտ է, այդ մարդը պիտի անդադ լափի, ստերի հոմելեսների բոնժեի նման, ինչքան ուզում ես տուր, իրանց ուսկումիցը մենակ ուտելն է, դուռ վրեքը չբացեն, երբեք հայաց չհանեն մակրոտի, իրանց վեճը չի, մի վարկյան սնունդը այդ ուշացավ, կուտեն, սեսավին կուտեն, հացի փշուրները գետնից հավաքում ուտում են, Նիկոլի մեջ այդ հոգեբանությունը, անօթևանի հոգեբանությունն է, դա հոգեկան հիվանդության ախտանիշ է, ինչքան ուտում են, սոված են, հենց սնունդները մեր հարցակվում են վրեն, կապ չունի, որտեղ են, տեսախցիկների առաջ են, ինչ են, համ պիտի ուտեն, համ պիտի տրեն, էդ էլ է նորմալ իրանց համար, բոմժի մտածել լակել, մեր երկիրը բոմժ աղեկավարը, հաջորդ օրը դրել է լափանքի փառատոն, ու ես համոզված եմ, որ լիքը մարդիկ գնալու են, որտեղ ազգին են վիճակի մեջ են հասցրել, որ մեծ մարդը ուղղակի սոված է, բայց դա հիմա ադիք կարևոր չի, հարցեն է, որ սիրելի դպրոցականներ, սիրելի ուսանողներ, սիրելի աշակերտներ, նամանավան դուք, մատաղ սերունդ, ես ես ցավը տանեմ, մի մարդու նման մենք բոլորս վաղը գնում ենք Ծիծեռնակաբերդ, որպեսզի սրանք տենան, որ մատաղ սերունդը, մեր դպրոցականները եւ ուսանողները հայ են, ոչ խարճ չեն, որ ոնց ուզենան կառավարեն, սնունդը լցեն դերներն, ասեն ձեզ թուրքը պիտի գա կուկուլանա տուման բանի, չի լինելու այդպես, իսկ դուք կուսակցության, Վարդան Ղուկասյանի եւ ընդհանրապես Նիկոլի ընդդիմադիրները կարող են վաղը ապրիլի 24-ին ժամը 11-ին հավաքվեն Հավանա ռեստորանի մոտ, մենք այդտեղից երթով շարժվելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ, հարգանքի թուրքը մատուցելու հայոց ցեղասպանության զոհերին։ Եվ հայոց ցեղասպանության թեման փակված չի եւ չի կարող փակվել,
որտեղ եթե մենք սա փակեցինք, տեղի կունենա հաջորդ ցեղասպանությունը։ Թուրքը կասի ես մի անգամ արեցի, չպատժվեցի, չպիտի երկրորդ անգամ պատժվեմ։ Նույնը հայտարարեց Հիտլերը, ասեց ով է հիշում հрьяաների ցեղասպանությունը, ներողություն, ով է հիշում հայերի ցեղասպանությունը եւ իրականացրեց հрьяաների ցեղասպանությունը։ Նույնը կանեն նույն հաջողությամբ կանի Ալիևը, չնայած Ալիևը արեց ցեղասպանություն Սումգայիթում եւ Բաքվում, մարսեց 88-ին, մտեք YouTube, այնտեղ ամեն ինչ կա, կադրերը դրված է, ցեղասպանություն արեց 44-օրյա պատերազմի ժամանակ, մարսեց, իսկ իախանգարում նորից նույնը կրկնելու եւ մարսելու, ոչինչ, եթե դուք ձեր ցեղասպանության հետևից չեք գնում, ուրեմն պետք է վերապրեք հաջորդ ցեղասպանությունը, դրա համար բոլոր աշակերտները, բոլոր դպրոցականները, բոլոր ուսանողները, բոլոր ծնողները իրենց երեխաներին պետք է տանեն եւ բացատրեն ինչ է տեղի ունեցել, ոնց է տեղի ունեցել եւ ասեն, որ այս իշխանությունը, այս վիժվածք բոմժ իշխանությունը փորձում է ձեզ սարքել անասուն, որ ձեզ հետաքրի մենակ լափանքն ու սեքսը, ուրիշ ոչ մի բան, հայը այդ մարդը չի, որին որ կարողանա հետաքրի միայն լափանքն ու սեքսը, ստեղիների նման։ Այսքանը հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան